Ողջույն սիրելի մարդիկ, ես Լիլան եմ, իսկ ձեր էկրաններին է Սյուր իրականություն փոդքասթը։ Այսօր խոսելու ենք հայկական, համահայկական վախերի մասին, իսկ իմ հյուրն է աստվածաբան, պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վախը չարից է, սակայն խիստ հողեղեն, մարդկային։ Ինչ անել վախերի հետ, երբ հասնում ենք տագնապի փուլին։ Դե նախ պետք է շատ չընդհանրացնել, որովհետև փառք Աստծո մեր հայոց լեզուն շատ հարուստ բառամթերքով մեզ թույլ է տալիս բավական տարբերակել վախերի տարբեր տեսակները։ Տեսեք, մենք ունենք օրինակ երկյուղ։ Աստվածաշնչում շատ խոսում է երկյուղի մասին, որը բնավ չարից չէ, նույնիսկ Սուրբ Գիրքն ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Եվ այդ սրբազան վախը, երկյուղը ինչ որ հարգանքի դրսևորում է, պատկառանքի դրսևորում, որը միշտ չէ որ վնասում է, հակառակը շատ հաճախ քեզ բերում է իրական խոնարհության։ Բացի դրանից մեր կյանքում բնական հույզեր կան, եւ շատ կարեւոր է ապրել հույզերը ամբողջապես, մարսել դրանք, որովհետեւ երբ դու արհեստականորեն կտրում ես քո հուզական դաշտը, թույլ չես տալիս ինչ որ հույզեր լիարժեք դրսևորվել, դրանք կուտակվում են ու բերում են ավելի մեծ խնդիրների, ավելի մեծ բարդույթների։ Հետևաբար կան վախեր, որոնք բնականում պաշտպանական զգացողություններ են, զգացմունքներ են, ու երբեմն վախ չունենալ ընդհանրապես կարող է բերել նույնիսկ արկածախնդրության ու լուրջ սխալների ու վրիպումների։ Հետևանքների, այո։ Անշուշտ։ Սակայն կա նաև տագնապը, կա նաև ոչ ռացիոնալ վախը։ Այն վախը, որը քիչ-քիչ դառնում է վախկոտություն։ Այսինքն, երբ դու բնականում վախ ունես, ասենք, Ստաբիլ վախ։ այսինքն, երբեմն դա շատ առողջ է, ու ընդհանրապես վախենալը շատ հաճախ շատ առողջ է։ Բայց պետք է շատ հստակ տարանջատել վախը, որը մեղք է, վախը, որը պաշտպանական զգացողություն է, ռեակցիա է, ու չընդհանրացնել, չդարձնել դա ինչ որ տաբու, որևէ զգացմունք պետք չէ դարձնել տաբու, այլ պետք է ճիշտ օգտագործել այդ զգացմունքը։ Այստեղ խնդիրը այն է, թե դու ինչպես ես օգտագործում զգացողություններդ։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ մենք շատ հաճախ վախը օգտագործում ենք շատ սխալ։ Սուտ ենք խոսում, վախենում ենք, որ կբռնվենք, ու այդ վախը բերում է նորանոր ստերի, ու այդ սուտը մեզ կերել է, այսօր սպանել է, բզիկ արել մեզ սուտը։ Իսկ այդ ստերը վախի արդյունք են, ընդ որում տարբեր հանգամանքներում, պաշտոնի մեջ, թե առանց պաշտոն, հաջողության մեջ, թե ձախողման մեջ, այդ սուտը դարձել է ինչ-որ պաշտպանական զրահ, թեև ինքը դրդում է քեզ անդադար նորանոր վախերի, երբ որ դու արդեն քո շոխից ես վախենում։ Մի հետաքրքիր պատմություն կա վախի մասին, վախենալու, վախկոտության վնասների մասին։ Մի ճամփորդ քայլում է ու հանդիպում է ժանտախտին։ Ասում է՝ «Բարև ժանտախտ, ուր ես գնում»։ Ասում է՝ «Բաղդադ եմ գնում»։ Բա ինչի համար ես գնում Բաղդադ։ Գնում եմ 5000 հոգու սպանեմ գամ։ Ասում է, օքեյ, ինչ արած։ Քայլում են տարբեր ուղղությամբ, հետո հետ վերադարձին էլի հանդիպում են իրար որ ժամանակ անց։ Ճամփորդն ասում է՝ «Լսիր, դու ինձ ասեցիր 5000 հոգու ես սպանելու Բաղդադում, բայց լուրեր հասան, որ 50000 հոգի մեռավ»։ Ժանտախտն ասում է՝ «Լսիր, ես 5000-ին եմ սպանել, մնացածը վախից մեռան»։ Ու մենք իրոք շատ հաճախ վախից մեռնում ենք։ Մեր հոգևոր կյանքն է վախից մեռնում, մեր բարոյական նկարագիրն է վախից մեռնում, մեր սկզբունքայնությունը, մեր արժե համակարգը, դա համակարգ է, չէ՞։ Երբ որ մի քար հանում ես, փլվում է երբեմն ամբողջականորեն։ Մենք երբեմն նույնիսկ մեր ինքնությունից ենք հիմա հեռանում վախերի պատճառով, ընդ որում շատ հաճախ իրացիոնալ վախերի, հորինված ֆոբիաների։ Դա պետք է երբեմն նույնիսկ բուժել։ Մեր օրերում ստացվում է, փորձում ենք չվախենալ, բայց ընդհակառակն է տեղի ունենում։
Այո, հեռանում ենք ամենակարևորը մեր ինքնությունից։ Իսկ լինել արժանապատիվ ամեն տեղ, ամեն հարցում դա ձևավորում է ազգային մտածողություն։ Մենք այսօր, եթե կարելի է այդպես կոչել, հեռացել ենք ինքներս մեզնից։ Արդյոք վախն է պատճառը այդ մեծ տարածության, որի մեջ այսօր հայտնվել ենք։ Պետք չէ կարծում եմ միայն վախը առանձնացնել, վախը, սուտը եւ իհարկե 100-ամյակներով ընթացող տերորը, որ արել են այս ազգի նկատմամբ։ Վախից ծնվող հետևանքներ չեն։ Բայց բերում են վախերի, այսինքն դուք տեսեք, քանի 100-ամյակ մենք անդադար ապրում ենք տերորի պայմաններում։ Արաբական, մոնղոլական, թուրքական, ադրբեջանական, սովետական եւ հիմա ամենաահավոր տերորը, երբ որ քո հայրենիքի անդամներն են ուղղակի ինֆորմացիոն տերոր ստեղծում։ Երբ որ դու ասում ես դե օտարն է անում այն մեծ էս ամեն ինչը, բայց երբ որ քո երկրում պատերազմի մասնակցին, զոհված հերոսին կարող են ասել դե 5000 զոհ ունենք պլյուս մինուս 50։ Ու նման էպիզոդները փոքրիկ թվում է թե աննշան բան է, չէ՞։ Բայց այդ էպիզոդները այնքան շատ են ու այնքան ամենօրյա ու դրանք այնքան ինտենսիվ են հորդում մեր վրա սոցիալական ցանցերով, որ քիչ-քիչ դու հասկանում ես, որ դեպրեսիան դարձել է ասենց առօրյա ինչ-որ երևույթ, հաց ու պանիր ուտելու պես մի բան։ Ես երբ վերջերս ծանոթացա թվերի հետ, եւ թվերը շատ հաճախ շոկային են։ Ես տեսա Հայաստանում դեպրեսիայի աստիճանը եւ տոկոսը։ Երբ գիտակցում ես, որ այն շատ ավելի բարձր է, քան օրինակ Ուկրաինայի ամենասարսափելի շրջաններում, կամ ավելի մեծ դեպրեսիա կա, քան Սիրիայում, հասկացվում է, որ իսկապես խնդիրը ներսից է գալիս։ Եվ ինչ արվում դրա հետ։ Ընդամենը դա մանիպուլացվում է քաղաքական, ասենք, դիվիդենդների համար։ Չանեք պատերազմ կլինի, չանեք պատերազմ կլինի, սա չտակ պատերազմ կլինի, սա խոսեք պատերազմ կլինի։ Այսինքն բոլոր քաղաքական որոշումները պետական, ազգային չէ, պետական, բայց խորքում հակապետական, կառավարության, արվում են շանտաժի միջոցով, չանեք պատերազմ անելու, Տավուշը չտանք պատերազմ կլինի, Սյունիքը չտանք պատերազմ կլինի, Արցախ ասենք պատերազմ կլինի։ Այսինքն մարդուն դնում են երկընտրանքի առաջ, կամ ստորանաս ու դու ստիպված ես ընտրել վատի ու վատագույնի միջև այլևս։ Հա, ու բնականաբար մարդը չի կարող այդ պարագայում ինչ որ առողջ դատողություն անել, առողջ ընտրություն ու որոշում կայացնել։ Քիչ-քիչ հասարակությունը դառնում է դեպրեսիվ եւ անառողջ, որովհետեւ անդադար վախեցնում են ամենասարսափելի բանով, ընդ որում մի պատերազմով, որում մենք վերջին հաշվով ունեցել ենք շատ հզոր արդյունքներ։ Մեր զինվորը կռվել է։ Մեր զինվորը մարտադաշտում ցույց է տվել ֆանտաստիկ որակներ։ Այո։ Անհավասար կռվում ցույց է տվել ֆանտաստիկա դրսևորելի են։ 44 օր շարունակ հասցնես նրան, որ Ադրբեջանի ռեզերվ զորքը մտնի Շուշի, ռեզերվ, երբ որ մեր ռեզերվը, եթե չեմ սխալվում, մինչև վերջ դուրս չեկավ մարտադաշտ։ Ու 10 թշնամուն այնպիսի հսկայական վնասներ, որ մինչ օրս ռիսկ չեն անում, ասեն թե քանի զոհ ունեն ադրբեջանցիները, որովհետև հավանաբար սարսափելի թիվ է։ Մեր թղերքը հզոր, ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էին կռվում, ոնց էին պայքարում, ոնց էին հավատում։ Թող ներվի ինձ ասելու մի քիչ նախանձում եմ այն տղեկի նկատմամբ, որ զոհվեցին։ Մարտադաշտում, երբ ես հիշում եմ նոյեմբերի 9-ը, նախ իմ ամենախաղաղ օրերն էին։ Ամենախաղաղ օրերն էին մարտադաշտում։ Ես իմ խաղաղությունը կորցրել եմ նոյեմբերի 9-ից հետո։ Երբ ասում են հիմա խաղաղ է, գիտեք, սա խաղաղություն չի, սա տերոր է, հսկայական ու ծանր։ Իսկ Քրիստոսին չի ասում է իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս։ Դա յուրահատուկ խաղաղություն է։ Դա այն խաղաղությունը չի, որ այս աշխարհն է տալիս, ասում է Քրիստոս։ Իմ խաղաղությունը իմ ջուրն ուրիշ ջրեն է, հա։ Ինչ է Քրիստոսի խաղաղությունը։
Երբ դու խաղաղ ես առյուծների առաջ, երբ ես գցել են մահվան բերան, երբ դու խաղաղ ես հալածանքների մեջ, երբ դու խաղաղ ես խաչի վրա, այդ խաղաղության մասին է խոսում Քրիստոս։ Խաղաղությունը շատ ուտելը չի, լավ սնվելը չի, քիչ հարկ տալը չի, լավ տրանսպորտ ունենալը չի։ Խաղաղությունը արժանապատվորեն ապրելն է, բարոյական արժե համակարգի մեջ ապրելն է։ Ներքին խաղաղությունը, երբ որ մարդը պատերազմի դաշտում է, բայց խաղաղ է, պատրաստ է շարժվել առաջ, կռվել, դուք ձեր աչքով եք տեսել, կուզեմ օրինակներով խոսեք, հենց զինվորի օրինակով։ Մտնենք բուն էության մեջ, հա, հարցի, երբ որ մարդը գտնվում է անելանելի դրության մեջ, բայց չէ որ եթե ինքը չունի այդ ներքին խաղաղությունը, մի քայլ անգամ չի կարող անել։ Իսկապես սա պարադոքսալ բան է։ Իրականում, երբ դու գտնվում ես էքստրեմալ պայմաններում, դու դադարում ես շատ վերլուծել եւ արթնանում է ինչ-որ յուրահատուկ ես, որը շատ հաճախ թաքնված է լինում սովորական կենցաղային պայմաններում։ Այդ եսը, ներքին եսը, հոգևոր եսը, ինքը ունի հստակ արժե համակարգ։ Արժեքները շատ համակարգված են մեր կյանքում։ Իրենք յուրահատուկ կառուցվածք ունեն ու շատ ազդում են ու փոխլրացնում են իրար։ Երբ որ դու պատերազմի դաշտում ես, ինքնըստինքյան դու սկսում ես դրսևորել քո մեջ եղած այդ համակարգը լավով ու վատով։ Ինքնըստինքյան դու մի պա կորցնում ես կառավարությունը ու քո բնազդային այդ արժեհամակարգային, իսկ արժեհամակարգը բնազդային երևույթ է։ Լրիվ սկսում է աշխատել։ Ինքնությունդ սկսում է եռալ։ Այդպես որ ասում եմ փախել եմ, բան, այդքան հեշտ չի մարտադաշտից փախնելը։ Նման որոշում կայացնելը այդքան հեշտ չի։ Եվ այո, մեր հայ զինվորը, մեր հայ ժողովուրդը թիկունքում բա ինչ էին անում, ինչեր էին անում, ինչքան կազմակերպված։ Մենք մարտի դաշտում բարձօրինակ ասեմ, մարտի դաշտում մեզ գրեթե չէր հասնում ՊՆ սնունդ։ Ինչ հասնում էր մարդկանց հավաքած այդ աշխարհիկ բանակում ասում էին գրե գրաժդանսկի էլի, հա գրե սնունդներ, նամակներով, հումորներով, շատ ոգևորող։ Դաշտևիկներ ստացել եք անձրևապաշտպան Կարիք թիկնոցներ։ չունեցանք, անձրև չկար։ Ես որ այդ Քաշաթաղի շրջանում էի, դեպի Իշխանաձոր, Մամարք գյուղում, քիչ ավելի մոտ Պարսկաստանի սահմանին։ Սյունիքին ավելի մոտ շրջանն է։ Դա անձրև չկար այդ օրերին։ Չգիտեմ իրականում երևի Շուշիի թևում եղել է անձրև, ու շատ բան մարդիկ հավաքում էին, այսինքն չէին վախենում։ Իսկ հետո ինչ սկսվեց։ Տերորը հոգեբանական անդադար ասելու եմ այդ բառը։ Ուրիշ ձևակերպում չեմ գտնում։ Դա բերեց վախերի։ Լսարան ունեցող մարդիկ դրսից ֆինանսավորմամբ խոսում են ֆեմինիզմի մասին։ Լավ են անում, պիտի խոսեն։ Ֆեմինիզմը կանանց նկատմամբ խտրականությունը մեր երկրում կարևոր խնդիր է, որը պետք է բարձրաձայնել, որի մասին պետք է խոսել։ Սեքսիզմի, խտրության, բռնության մասին պետք է խոսել, հարց չկա։ Բայց այն մարդը, որը անդադար, բայց ֆինանսավորմամբ խոսում է ֆեմինիզմի մասին, զգայուն թեմայի է կպնում, հավաքում է լայքեր ու դիտումներ, հետո դրանք ամենատարբեր միջոցներով էլի մոնետիզացնում է։ Դրան զուգահեռ իրականության մեջ թվում է թե լրիվ ինչ որ ուրիշ տիեզերքում, բայց չէ, մեր քթի տակ։ Կին լրագրողին զուտ կին լինելու համար սարսափելի վիրավորում են, որ տղամարդ падգամավոր, թեև խիստ կասկածում եմ տղամարդ որակման վրա այս պարագայում, բայց գոնե ֆիզիոլոգիական, հա, առումով ինչ որ տղայի ասում են։ Okay, ընդունեցինք։ Բնության դեմ չես գնա։ Ու այդ մարդը ինչ որ ամբարտավան պահվածք է ցուցաբերում կնոջ նկատմամբ, ուրիշ կին լրագրողների ներկայությամբ եւ ուղիղ եթերով, շատ ծանր սեռական բնույթի ենթատեքստով բուլինգի է ենթարկում ու նայում ես որևէ այդ նույն բլոգերներից որևէ մեկը չի անդրադառնում այդ հարցին։ Երբ որ ակնհայտ է, որ այս տղուկը նման պահվածք է դրսևորում, զուտ որովհետեւ դիմացը կին է, որ տղամարդ լիներ, կվախենար։ Բերնին ուտեր այդ արտահայտության համար, հա։ Ես դեմ եմ որևէ բռնության, բայց ակնհայտ է, որ տղամարդը
ուրիշ ձև կվարվեր։ Կինը հուզվում է, կինը միանգամից շոկի մեջ ու լացակումած զգում ես, որ ստրեսի մեջ է, ոչ մի չի կարա անի, չի կարա ինքնապաշտպանվի այդ բային։ Դա մարդու ուրիշ ձև կվարվեր, միանգամից կդառնար ագրեսիվ։ Ակնհայտ ֆեմինիզմի ու սեքսիզմի տիրույթում է հարցը։ Ծպուտները չի հելնում։ Ինչի՞։ Էլ քանի գրոշ ունի ձեր բլոգն ու ինֆլուենսը, այդ քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, դրա ինչն է քաղաքականություն։ Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բնությամբ շատ հուզական եմ, զգայուն եմ, անկեղծ եմ ու շատ հեշտ վստահում եմ մարդկանց։ Չեմ տարբերակում, երբ ինձ ստում են, կարող եմ հեշտ հավատալ։ Ունեմ բնավորության այնպիսի գծեր, որոնք ինձ թույլ չեն տա կյանքում զբաղվել ռեալ քաղաքականությամբ։ Ես դա հստակ գիտակցում եմ։ Ու կարիք էլ չեմ զգում այս պահին աշխատելու իմ այդ գծերի վրա, որովհետև ամբիցիաներ էլ չունեմ։ Չեմ զբաղվում քաղաքականությամբ, չունեմ հետաքրքրություն, չունեմ ամբիցիա։ Բայց իմ երկիրն է, իմ հայրենիքն է, ստացվում է իմ խոսել Արցախն է։ քո երկրի մասին, խոսել քո իսկ խնդիրների մասին ու որակել որ դա քաղաքականություն է, իսկապես վախենում են, այո, գալիս ենք նույն վախին։ հետևորդ կորցնելու վախն է, Այո, որովհետև ինչ որ հասարակական տարբեր շերտերի կողմից պիտակավորվելու վախն է։ Կուզեմ անդրադառնանք ու կպնենք հենց այս կետին, հետևորդներ կորցնելու վախ, հետևորդներ կորցնելու վախը ենթադրում է աշխատանք կորցնելու վախ։ Իսկ այսօր այս ոլորտում սոցիալական հարթակի մասին է խոսքը, գիտենք, որ մեծ գումարներ են աշխատում մարդիկ, ինչ անել այդ վախերի հետ, որpիսի դու շարունակես մնալ դու, այսինքն չկորցնես քո ինքնությունը ամենակարևորը, չմոռանաս որտեղ ես ծնվել, չմոռանաս ինչ մասնագիտություն ունես, չլղոզվես այս իրականությանը, շարունակես անցնել քո ճանապարհը, հաղթահարելով այդ վախերը, բայց գոյատևես այս իրականության մեջ։ Ես ճանաչում եմ մեր դաշտում ու անձամբ եմ ճանաչում գրեթե բոլոր այն հանրային մարդկանց, որոնք ակտիվ դրսևորում են ազգային պետական մտածելակերպ ու հաղթահարել են իրենց վախերն ու կոմպլեքսները, իրեր անվանում են իրենց անուններով, ակտիվ վերլուծում են, քննարկում են, կիսվում են իրենց տեսակետով, անկեղծ են իրենց լսարանի հետ։ Բոլոր այդ հանրային կերպարներն ունեն իրենց բուն մասնագիտության մեջ, կլինի հումորային, կլինի դերասանական եւ այլն, ունեն բավականին լավ հաջողություններ, ունեն բարձր դիտողականություն։ Ես ինքս որևէ պահի չեմ ունեցել ինչ որ խնդիր, որ իհարկե եղել եմ, որ ես ասել եմ ինչ որ բան ու հետո մեկ էլ մի 50 հոգի unfollow է արել։ Ինձ համար բացարձակ այդ թվի փոփոխությունը ինչ որ հարց չի լուծում, որովհետև ես մաքսիմալ անկեղծ եմ մարդկանց հետ ու ավելի լավ է այդ մարդը իմանա ում է հետևում ու Այստեղ չհետևի։ ներքին անկեղծության ու ներդաշնակության մասին Հա, ախպեր, ես էս եմ։ Արի կլինի դու ինձ մի հետևի։ Բայց արի ու տես, որ ինչքան շատ ես խոսում, ինչքան շատ ես ակտիվ, ինչքան շատ ես վերլուծում քաղաքական հարցերը, ազգային հարցերը, Համահայկական հարցերը։ համահայկական։ Ինչքան հստակ ու անկեղծ ես լսարանիդ հետ, այդքան լսարանդ ավելի լոյալ է դառնում։ Ինձ ավելի լավ է ունենալ Զտվում է, այո։ 10 լոյալ հետևորդ, քան 100,000-ավոր մարդիկ, որոնք առանձնապես չեն էլ նայում, ամենամեծ նույնիսկ մյուտ են արել ստորիները, որ չտեսնեն։ Էնպես որ այս առումով չեմ կարծում, որ խնդիր կա։ Խնդիր կա բնականաբար ուրիշ առումով, որ այսօր ահավոր կաշկանդվածություն ունեն բոլոր պետական աշխատողները։ Եվ որևէ տարժական ինչ որ միտինգի մասնակցելու, ինչ որ ստորագրություն դնելով ինչ որ տեղ, մի հատ թեթև հարցազրույց, մի հատ թեթև խոսք, միանգամից աշխատանքից ազատման դիմում են դնում դիմաց մարդկանց։ Սա փաստ է։ Սա փաստ է, որ սրա դեմ որևէ մեկը չի կարող ասել այդպես չի։ Բոլոր պետական աշխատողները, բոլոր պետական կառույցների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, դպրոցների, մանկապարտեզների, ել չեմ ասում զինվորականության, այնտեղ պարզ է, զինվորականները ունեն 7-րդ հոդվածով այդ հստակ կաշկանդումներ։ Քարոզչության, քաղաքական քարոզչության չմասնակցելու եւ այլն, բայց զինվորականների ընտանիքների իմ հայրը ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սպա է։ Իմ հարցազրույցների, իմ արտաբերած կարծիքների դիրքորոշման պատճառով դուք չեք պատկերացնի ինչ քաշքշուկների միջով է անցնում անդադար։
Էլի լավ է, որ ունի այնքան վճռականություն, որ ասի ժողովուրդ, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ինձ մի ներքաշեք զոռով։ Իմ տղան ազատ հայաստանության քաղաքացի է, ոչ մի կաշկանդվածություն չունի։ Նույնը հանրային հեռուստատեսությունում, լրիվ նույնը։ Ու այսպես շարունակ։ Այսինքն վախի մթնոլորտը այն ինչ եղել է 37 թվին, հիմա կրկնվում է։ Ինչ հսկայական հալածանք կա եկեղեցու նկատմամբ, սկսած վեհափառի խոսքը հանելուց ամանորին մինչև շտամ պարկեշտ, ինչ որ դիք սովետական տարիներին նենց սպավորության ոնց որ հիմա ականատեսի աչքերով եմ ասելու, բայց Ինքան ենք լսել։ չափազանց երիտասարդ եմ, բայց այնուամենայնիվ երբ նայում ես գրառումները, երբ նայում ես տեսանյութերը, ինչ հարգանք կար եկեղեցու նկատմամբ։ Արգելում էին, հալածում էին, բայց ինչ որ հարգանք կար էլեմենտար, որ որևէ բոլշևիկի չեք տեսնի, որ եպիսկոպոսին ինչ որ անազգանունով դիմի, պարոնով դիմի, չորսին ծաղրական, հեգնական։ Այս հարցերը շատ լուրջ խնդիրներով են հղի ու մի քանի տարի հետո մենք տեսնենք դրա հետևանքները, շատ կարևոր է ինձ համար որպես մարդ, որպես հայ մարդ, եկեղեցու տերը ու դերը ինքը եկեղեցին պիտի մնա անկախտ։ Դե եկեղեցին լուրջ ուժ է եւ եկեղեցուց միշտ վախեցել են։ Երբեմն այս երիտ աթեիստները, թեև Հայաստանում աթեիստ չկա, անաստվածներ ինչքան ուզեք, բայց աթեիստ Հայաստանում ես դա չեմ հանդիպել։ Գուցե կա, չգիտեմ, բայց աթեիզմը լուրջ գիտություն է, էլի։ Միայն բառը գիտեն աթեիստ։ Հա, սովորական անաստվածը ինքը դեռ աթեիստ չէ։ Երբ խոսում ենք եկեղեցուն չհավատալու հավատքին, այսպես միշտ ասում են, եկեղեցին ստեղծվել է, որպեսզի մարդկանց հեշտ կառավարեն եւ եկեղեցին պետության գործիքներից մեկն է եւ այլն։ Դա էլեմենտար տգիտություն է, որովհետեւ եթե ուսումնասիրեն եկեղեցու պատմությունը, կայսրությունների պատմությունը, միշտ բոլոր կայսրությունների համար եկեղեցին եղել է կոկորտին կանգնած ոսկոր։ Կուլ չի գնացել։ Լինի հռոմեական, լինի բյուզանդական, լինի հայկական, լինի սովետական, բոլոր կայսրությունների համար եկեղեցին եղել է խնդիր, որովհետև տոտալ բռնատիրության եւ կոնտրոլի այդ միջավայրում եկեղեցին միշտ քարոզել է ազատությունը եւ քրիստոնյան միշտ ունեցել է այդ ազատությունը ներքին եւ կաշկանդված չի եղել այդ ազատության մեջ իրական քրիստոնյան։ Պետությունները միշտ ձգտում են կաշկանդել, եկեղեցին երբեք չի կաշկանդում։ Ու եկեղեցին այն ուժն է, որը միշտ ինքնուրույնություն, անկախություն է ունեցել մանավանդ մեզանում։ Հայ առաքելական եկեղեցին 301-ից սկսած, թեև մի քիչ ավելի ուշ Պապ Թագավորի օրոք մենք լիարժեք անկախություն ստացանք, եւ այդ օրերից երբևէ հայ առաքելական եկեղեցին չի կորցրել իր անկախությունը։ Պահել է իր անկախությունը, որովհետեւ չի վախեցել։ Կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ, ամեն ձև հարձակումներ, ճնշումներ, ունիթորական շարժումներ, խաչակրաց արշավանքներ, ճնշում, ամենասարսափելի լծակներով։ Հայ առաքելական եկեղեցին մեկը մեկին ժամացույցի ճշգրտությամբ իրար փոխարինող, հա, կաթողիկոսներով պահել է իր անկախությունը, պահել է իր դավանական անաղարտությունը եւ Եփեսոսի տիեզերական ժողովից հետո իր դավանանքի մեջ ոչ մի փոփոխություն չի կատարել։ Պետք է օրինակ վերցնել ու ձեռքի տալ եկեղեցուն միշտ։ Այո, հիմա եթե եկեղեցին դարեր շարունակ կարողացել է մնալ անկախ, դարեր շարունակ կարողացել է ապահովել իր կենսական կարիքները։ Մի անկախություն, որի համար մենք դեռ պայքարում ենք։ Դե մենք ամենաանկախն ենք հիմա։ Մեզ ինձ ոչ իման կախված չի։ Ամենաանկախ պետությունն ենք։ Իսկ եկեղեցին իրական անկախության մոդելը ցույց է տվել։ Իր սպասավորների հավատարմությամբ, իր սպասավորների նախանձախնդրությամբ, նվիրումով։ Եվ շատ բան արժե սովորել եկեղեցուց, շատ բան։ Չի վախեցել։ Ումից վախենանք։ Քանի կայսրություն է եկել անցել։ Քանի հոգի է ինչ որ հաթաթաներով ու լրբություններով հարձակվել եկեղեցու վրա, խաղաղ, բարձր, գիտեք, վախի ու քաջության ցուցիչը համեստությունն է։ Երբեմն փորձում են համեստությունը կապել ինչ որ թուլության հետ, խեղճության հետ,
Բայց համեստությունը խեղճություն չի։ Համեստությունը վախի արդյունք չի, այլ հակառակը, քաջ մարդն է համեստ։ Ու դա նույնիսկ բնությունից կարող եք սովորել։ Տեսեք, թույլիկ շները փոքրիկ, ֆիզիկապես ոչ ուժեղ, բնությունից պաշտպանական ինչ ռեակցիա են ստանում։ Անհամեստ հաչոց, մահճակալի տակից, նայում ես ճղում է իրան, ինչ որ հաչում է, որովհետև իր վախի արտահայտման ձևն է այդ անհամեստությունը, հա։ Փոքր երեխան։ Ուժեղ շունը, կամփրը, առանձնապես ինչ են ասում հաչող շունը չի կծում։ Ուժեղ շունը համեստ է։ Ինքը մի հատ ցույց է տալիս, որ ես ստեղ եմ, ես իմ տարածքն է, բախտդ փորձի քեզ լավ չպահես։ Մի հատ կգռմրա ուղակի, որ հոպար, խելոք մնա ստեղ եմ։ Հիշեցնի իր մասին։ Չէ, ցույց տա, որ տարածք տեր ունի։ Էլ ինչ հաչալ, ինչ վնգստալ, ինչ ոռնալ, խելոք, ծանր, համեստ։ Դուք նայեք, օրինակ սիրամարգերը, քանի որ շատ ոչ ֆունկցիոնալ կենդանիներ են, առանձնապես բարձր թռչել չեն կարող, որովհետև շատ ծանրամարմին են, բնությունից շատ թույլ են եւ ինքնապաշտպանվելու խնդիր ունեն։ Դրա համար բնությունը իրենց այդ անհամեստ, այդ մեծ պոչը տվել է, որ գոնե վիզուալ կարողանան վախեցնել, վիզուալ ագրեսիա ցույց տալու, հենց որցերն ունեն այդ պոչը, չէ՞։ Պաշտպանները իրենց երամի։ Թեև չգիտեմ երամով են իրենք, թե չէ բնության մեջ։ Իսկ արծիվը կարիք չունի այդ գույների ու պոչերի։ Շատ համեստ տեսք ունի արծիվը, իրենք խանգարել։ Պատկերացնում եք ինչքան դժվար կլիներ որս անել։ Ուժեղ թռչուն է, ինքը կարիք չունի վիզուալով վախեցնել։ Շատ համեստ թռչուն է։ Այսինքն բնության մեջ, ճակերտներով եմ ասում, անհամեստությունը կոմպենսացնում է ֆիզիկական թուլությունը, շատ էֆեկտիվ է կոմպենսացնում։ Իսկ մարդկանց մեջ, քանի որ մարդն ունի որոշակի մտքի ճկունություն, ինքնապաշտպանության հմտություններ, բավական լավ որսորդ է, բավական ագրեսիվ է, ընդհանրապես շատ ագրեսիվ տեսակ է մարդը։ Բնությունից ինքը խիստ անհամեստության կարիք չունի։ Ու այդ անհամեստությունը շատ հաճախ դրսևորվում է ոչ խեղճությամբ, դրսևորվում է հենց ուժեղությամբ, համեստությունը։ Ու նայում ես, ասենք անհամեստ մարդիկ ամեն ձևով պաշտպանվում են, ինքնապաշտպանություն կա դրա մեջ, վախերի հաղթահարման ցկտում։ Թոմաս ջան, յուրաքանչյուր քրիստոնյա կարծում եմ գիտի, որ եթե չլիներ խավարը, մենք ունակ չէինք լինի տեսնել աստվածային լույսը։ Այս մասով կուզեմ խոսեք, որովհետև բոլոր երևույթները, ինչ քննարկում ենք, պտտվում են այս երկուսի առանցքի շուրջ։ Այն տարբերությամբ, որ եթե վախի հետ կապված ենք խոսում, խավարը գոյություն չունի, իսկ վախը ինքնըստինքյան կա։ Այսինքն խավարը լույսի բացակայությունն է, բայց միշտ չէ, որ վախը քաջության բացակայությունն է։ Այսինքն շատ քաջ ու խիզախ մարդը կարող է բնականon վախենալ բարձրությունից, ունենալ ինչ-որ ֆոբիաներ, ու դա նորմալ է, դա մեղք չի։ Չնշանակեց, որ ինքը վախկոտ է։ Հա։ Այսինքն ես հենց դրա մասին եմ խոսում, որ մեղքերի մեջ, եթե դուք նայեք, ոչ թե վախն է մեղք, այլ երկչոտությունը, վախկոտությունը։ Կարող ես վախենալ, կարող ես հաղթահարել։ Տեսեք, սուտը մեղք է։ Չի ասում ստախոսությունն է մեղք, ընդհանրապես։ Հենց սուտն, որևէ սուտ, հենց արարքը մեղք է։ Ու կապ չունի ինչ երևույթի մասին ենք, հա, խոսում։ Շատ քիչ են դեպքերը, երբ որ այդ սուտը կարելի է արդարացնել։ Մեկ ասում են, բա որ ես սուտ եմ խոսում ինչ որ մեկին փրկելու համար, 1000-ից մեկ ամբողջ կյանքումդ կապրես, տենց մի դեպք չի լինի։ Սուտը արդարացնող ամենատարածված մի քանի մանիպուլատիվ օրինակները, դրանցից շատ ահավոր գալիս է ինքնաարդարացման հոտ։ Հետևաբար պետք չի վախկոտությունը, վախը համեմատել մյուս բոլոր մեղքերի հետ։ Մի քիչ շատ յուրահատուկ բան է։ Ու շատ հաճախ այստեղ խնդիրն է նա, թե ինչա լինում դրա արդյունքում։ Միշտ չէ, որ վախի արդյունքում պարտադիր ու միանշանակ պիտի ինչ-որ վատ երևույթ լինի։ Երբեմն մարդը կարող է դատվելու վախից չդավաճանի։ Շատ լավ օրինակ էր։ Ինչ-որ պատժվելու վախից մեղք չգործի։ Այդ աստվածային երկյուղն ինչ, որ մենք երկյուղ ունենք։
Շատ կարևոր է երկյուղ ունենալ դժոխքից, հասկանալ թե ինչ սարսափելի պատասխաններ ենք տալու, հատիկ առ հատիկ, չէ՞ հիմա։ Պատասխան ենք տալու։ Ոչ թե ինչ որ մենք ենք վճռելու ինչ որ բան անելու, մենք հատիկ առ հատիկ պատասխան ենք տալու մեր ամեն արածի ու չարածի համար։ Դա վախենալու է։ Բայց այդ վախը պետքա բերի ճիշտ գործողությունների։ Տեսեք, երբ Ադամը մեղք գործեց ու հետո սկսեց վախենալ։ Վախը եւ հիմարությունը մեղքի առաջին պտուղներն էին։ Երբ է դա դրսևորվում, Ադամը լսում է Աստծո ոտնաձայները եւ սկզբում վախենում է, հետո թաքնվում է թփերի մեջ։ Մեղքը հիմարացնում է։ Ինչու է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղը։ Ինչու է իմաստությունը միշտ առաքինության մաս կազմում։ Ինչու է իմաստությունն ինքնին առաքինություն։ Որովհետև մեղքը հիմարացնում է։ Դու Ադամ մարդ էիր, որ ամբողջ տիեզերքի, ասենք, կենդանիներին անուններ էր դնում։ Դու մարդ էիր, որն այնքան իմաստություն ուներ, որ քնից թմբիրից դուրս եկար, տեսար Եվային ու միանգամից առանց հարց ու պատասխանի ասացիր. սա ոսկորը իմ ոսկորից եւ մարմինը իմ մարմնից, նա պետք է կոչվի կին, եւ շատ իմաստուն էիր Ադամ։ Մեղքից հետո չէ լուրջ։ Դու ախր գոնե դու գիտես ով է Աստված։ Տիեզերքի արարչից թփերի տակ ես փակվում լուրջ։ Այսինքն մեղքի արդյունքում Ադամը կորցրեց քաջությունը, հետո կորցրեց իմաստությունը, հետո կորցրեց անմահությունը ու դրախտը։ Իսկ դրախտը, եդեմական պարտեզը, դա այլ բան չէ, քան Աստծո ներկայություն։ Ադամը զրկվեց Աստծո ներկայությունից։ Ամենասարսափելի բանը, որ մենք կարող ենք անել այլ մարդու նկատմամբ, երբեմն թվում է, թե վիրավորելն է, հայհոյելն է, անիծելն է, երբեմն մենք մտածում ենք, որ եթե մեզ վիրավորել են, ոնց չվիրավորեմ, ոնց ես էլ չասեմ բան, բայց մեծ շատ սարսափելի բան կա։ Երբ դու ինչ որ մի պահի, ինչ որ վիրավորանքից, սխալ արարքից հետո պարզապես զրկում ես մարդուն քո ներկայությունից։ Ուղղակի ներել չներելու հարց չկա։ Եթե մարդը չի գիտակցել, չի զղջացել, չի խոստովանել, չի հատուցել, կարող ես չներել։ Չկա նման պարտադրանք։ Արել եմ, լավ եմ արել, էլի եմ անելու, ես ներում եմ քեզ, դա քրիստոնեություն չի։ Դա հիմարություն է։ Դա խեղճություն է։ Որ ասում է, թուրքին, դու ով ես թուրքին ներես։ Թուրքը քեզնից ներողություն է խնդրել։ Թուրքը գիտակցել է ինչ է անում, արել, անելու։ Թուրքը զղջում ունեցել է, խոստովանել է, հատուցել է։ Մենք ներում ենք։ Գլուխները պատով եք տալիս, դա ներում չի։ Դա խեղճություն է։ Դա ինչ ասեմ, Քրիստոս հզոր էր, հզոր մարդ եւ Աստված, քաջ։ Հիշեք ոնց պարանով մտավ վաճառականներին, որ իրոք շուկա էին սարքել տաճարը եկեղեցին, հա? Ոնց վռնդեց դուրս։ Շատ քաջությամբ։ Պատկերացեք մի հոգի հարյուրավոր մարդիկ արեց, հաղթեց, ներում ենք։ Այդ ներել չի։ Այդ կուլ տալը։ Երբ կուլ ես տալիս, թունավորվում ես։ Եվան ցույց խոսեց։ Օծե եկավ, ասեց, խիչ եք ուտում։ Եվան ասեց, Աստված ասելա, պետք է չկպնես այդ պտղին, թե չէ կմեռնես։ Բայց Աստված ինձ բան չի ասել։ Ասել չուտես։ Կպնելու մասին խոսք չի գնում։ Իդեպ կանայք խստացնելու բնավորություն ունեն շատ։ Այդ ծնողների մեջ էլ։ Այո, հիմա վերադառնալով, երբեմն շատ ծանր բան է, երբ որ դու մարդուն ուղղակի հեռացնում ես քեզնից ու բաց ես թողնում իրեն։ Դա ներելը չի, բաց թողնելը ներելը չի։ Դու բաց ես թողնում, որ դա մեջը չմնա քեզ չուտի։ Անդադար չքննարկես դա ու նույն մեղքի կրողը չդառնաս։ Հա, ատելություն չբերի։ Դու ուղղակի բաց ես թողնում մարդուն։ Եթե ինքը չի զղջացել, եթե ինքը ներողություն չի խնդրում, եթե ինքը հարատևում է իր վատ արարքների մեջ։ Ու
Աստված հենց այդպես արեց Ադամի ու Եվայի նկատմամբ։ Գնաց։ Ասում է, չէ, վտարեց դրախտից, արտաքսեց։ Բայց դա ո՞նց է դրսևորվում։ Իր գնալով։ Դրախտից արտաքսումը Աստծո ներկայությունից զրկելն էր մարդուն։ Դժոխքը Աստծո կատարյալ բացակայությունն է։ Դրախտը Աստծո կատարյալ ներկայությունն է, ոչ թե ծառի տակ նստել, խնձոր ուտելը ու առյուծներին ցած սիրելը։ Ոնց որ աղանդավորական բուկլետներում այդ նյութապաշտական դրախտի ընկալումն են, ինչ որ ծուլության ու անիմաստ ինչ որ ծառծաղիկ խոտ։ Անդրադառնալով աղանդավորներին, կուզեմ մի հարցադրում անել։ Տեսեք, դուք ասում եք, որ այդ տեսանկյունից են ներկայացնում իրենք, իսկ իրենք մահուճապ վախենում են եկեղեցուց։ Հենց նույն վախը բերենք, երկուսն էլ իբրև թե իրենք խոսում են նույն բանի մասին, բայց հարձակվում են եւ անverջ վախենում եկեղեցուց։ Այդ վախը կա ու դարեր շարունակ ա եղել, այնուամենայնիվ այստեղ մի քիչ ուրիշ ասպեկտ կա, իրենք անդադար վախ են ներշնչում իրենց հոտին։ Բոլոր տոտալիտար խարիզմատ աղանդների, քարոզների հիմքում սարսափելի վախն է, մանիպուլյացիան հիմնված վախի վրա։ Առաքելական եկեղեցում մենք վախ չենք սերմանում երբեք։ Անշուշտ դժոխքի մասին էլ ենք խոսում, դրախտի մասին ենք խոսում, բայց դա վախի կոնտեքստում չի, վախ ներարկելու կոնտեքստում չի։ Աղանդավորական քարոզների մեջ հսկայական է այդ հովիվների պապա դառնալու ձգտումը, գցել էմոցիոնալ կախվածության մեջ, բավականին լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց այդ խնդիրները շոշափել, ճիշտ եք։ ու անդադար մանիպուլացնել, անդադար։ Ես ցավոք սրտի աշխատանքից բերումով շատ եմ լսում աղանդավորական քարոզներ, որոնք ոչ թե պարզապես դրիլերով, նույնիսկ բայց ռիլերում էլ է դա արտացոլվում, այլ ընդ երկար 40 րոպեանոց քարոզ։ Պետք է երացում եք առողջությունից ինչքան եմ փչացրել։ Ու այդ քարոզների առանցքը էմոցիոնալ ճոճանակ կոչվածներն են, մանիպուլյացիաներ։ Ու այդ մանիպուլյացիաները շատ ուտվում են դեպրեսիվ, ծանր խնդիրներով, հոգեբանական խնդիրներով հասարակության կողմից։ Այն հասարակության, որտեղ քանի տոկոս էր դեպրեսիան։ Ու տարբեր հաշվարկներով 40, 46, ահավոր թիվ է։ Ահա թե ինչու են այդքան շատ աղանդավորները։ Շատ չեն, դա միֆ է, շատ չեն։ Ավելի չեն էլ շատացել, ստաբիլ տոկոս կա ու տենց իրանց աղմուկն է շատ, իրանց մարքեթինգն է լավը։ Մենք առանձնապես գովազդելու կարիք չունենք ոչ մի բան, իրանք շատ լուրջ գումարներ են ներդնում, որոնք ստանում են դրսից բնականաբար, ու այստեղ էլ հսկայական գործ պիտի ունենա մեր առաջիկայում ազգային պետությունը, շատ հստակ պետք է վերահսկվի, թե ինչ ֆինանսներ են իրենք ստանում։ Սարսափելի է։ Շատ մեծ է իրենց ֆինանսավորումը։ Պատկերացրեք, ես պարզ ռիլերի նկարահանման խնդիր ունեմ, որ պարբերաբար նույնիսկ ֆինանսական խնդիրներ են առաջանում, երբ որ ուզում ես մի հատ սովորական ռիլ նկարես։ Իրոք եմ ասում, այս ընթացքում շատ դժվար է տրվել ընկերների բնականաբար ինչ-որ միջոցներով փորձել եմ ամեն ձև, բայց շատ դժվար ու թանկ հաճույք է նկարահանումը։ Դուք ինքներդ կազմակերպում եք, գիտեք, որ դա ահավոր մեծ ծախսերի հետ է կապված։ Ամեն մի հովիվ, ամեն մի քարոզի ժամանակ տեսնեք ինչ տեխնիկա ունի։ Ինչ տեխնիկա, ինչ դահլիճներ։ Միայն այդ բուկլետները այդքան որ տպվում են, տպարանների գումարներն էլ։ Բուկլետները Եհովայի վկաներն են, իրենք հարուստ կազմակերպություն են, մորմոններն էլ։ Ես խոսում եմ այնտեղ կյանքի խոսք, Վերնատուն, Էմանուել, որտեղից են ֆինանսավորվում։ Շենքեր, չոր օֆիսներ, բան։ Այսինքն սա ֆինանսավորողը ինչ որ շահ է, չէ, հետապնդում։ Իհարկե։ Թող ոչ մեկից չպատմի, որ ԱՄՆ-ն կամ որևէ այլ գերտերություն ֆինանսավորում է իրանց, որովհետև տենց խիստ հետաքրքրված է Հիսուսի մասին տափակ քարոզներով։ Անշահախնդիր հետաքրքրված են։ Որ հասկանում ես, որ այդ նույն կյանքի խոսքը կա եւ Հայաստանում եւ Բաքվում, երբ որ հասկանում ես, որ նույն այդ աղանդը գործում է նաեւ Ադրբեջանում, իսկապես մուսուլմանների։ Իհարկե Ադրբեջանում շատ ակտիվ գործում է կյանքի խոսք աղանդը, ունի իր հովիվը։ Ու երբ որ դուք նայեք արտասահմանյան
շատ ու շատ ֆորումների ժամանակ մեր կյանքի խոսքի հովիվները շատ հստակ կապի մեջ են Ադրբեջանի հովիվների հետ։ Հիմա ես չեմ կարող անմեղության կանխավարկած խախտել ու ասել ինչ արտահոսքներ են գնում Հայաստանից այնտեղ, չեմ ասում նման բան, բայց արդյոք պետքա կյանքի խոսքը տենց ազատ ու անկաշկանդ գործի Հայաստանում։ Արդյոք ազգային անվտանգության ծառայությունը խնդիրներ չի տեսնում նրա մեջ, որ ասենք կյանքի խոսքի են հովիվը, որը պարբերաբար գալիս է Հայաստան, 2 տարի առաջ Ալիևին դիմավորեց Շուշիում եւ շնորհավորեց քրիստոնյա այդ իրենց համայնքի անունից Ադրբեջանի հաղթանակ։ Ինքը գալիս է նաև Հայաստան, քարոզներ ա խոսում։ Դրա մասին գրառում արեցին, սպառնացին, որ դատի կտան։ Երբ մինչև եթերը մենք զրուցում էինք, ես ասացի, որ տենց իմ անձնական վախերից բան այդքան շատ չեմ ուզում խոսել, ավելի շատ ուզում եմ խոսել հենց հաղթարման ընդհանրական, անանձնական ասպեկտների մասին, բայց իմ վախերի հետ կապված մի դրվագ ուզում եմ ասել, երբ նոր էի սկսում իմ քարոզչությունը, երբ նոր TikTok-յան, Instagram-յան էջեր էի բացել ու շատ փոքրաթիվ հետևորդներ ունեի, դուք չեք պատկերացնում ինչ հսկայական սպառնալիքների տարափ էի ես ստանում կոնկրետ կյանքի խոսք աղանդի կողմից, կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների կողմից, fake էջերով, իրենց էջերով, սպառնալիքներով, ու նույնիսկ նամակներ ստացա հայոյախառն, որ եթե ես չհեռացնեմ կյանքի խոսք աղանդի հետ կապված բոլոր տեսանյութերը, իրենք կոտրել են իմ հեռախոսը եւ կարող են ինչ որ նյութերի հոսք կազմակերպել, թեև ես ինքս գիտեմ, որ իմ հեռախոսում ես կարող եմ իմ հեռախոսը տալ որևէ մեկին, բազմիցս իմ հեռախոսը կոտրել եմ, ոչ ոք չեն գտել, էլի, ինչ որ տարօրինակ, ես որևէ մեկին կարող եմ հեռախոսս տալ, եթե այդպես բուրըն հետաքրքրություն ունեն, մանավանդ քաղաքական դաշտում այսօր մեծ հետաքրքրություն կա, չէ՞, անձնական նամակագրությունների հետ կապված։ Ու այդ ժամանակ ես իմ վախը կարողացա հաղթահարել ու ասել իմ գործն արդար է։ Որոշ ժամանակ առաջ, ընդամենը մի ամսվա բան եմ ասում, կյանքի խոսք եկեղեցու հովիվ կոչված Արթուր Սիմոնյանը, TikTok-յան թե Instagram-յան ինչ որ տեսանյութով ուղղակի սպառնում է, եթե սրանից հետո որևէ մեկը կյանքի խոսքն անվանի աղանդ, նոր կտեսնի իր հալը, SSN ու սպառնալիքներ, դատի կտամ, ես կանեմ, են կանեմ։ Քանի որ մեր այսօրվա եթերը վախերի մասին է, ես ուզում եմ առիթն օգտագործելով ասել շատ հստակ, կյանքի խոսքը աղանդ է, կրկնում եմ, աղանդ է, ընդ որում վտանգավոր աղանդ, մանիպուլյացիաներով, հոգեբանական տերորով, սարսափելի լուրջ վտանգ ներկայացնող աղանդ մեր ազգային նկարագրին, մեր ինքնությանը, կյանքի խոսքը ազգային նկարագիր չունեցող կառույց է, չասելու համար ապազգային, չնայած դրանով իսկ ապազգային, հա? Եվ ես պատրաստ եմ իմ այս խոսքերի համար հանդիպելու դատարանում։ Մնում է ասել բրավո այսքանից հետո, որ հայ եկեղեցու ներկայացուցիչն այստեղ է ու խոսում է այս մասին, այսքանը։ Ես էլ շնորհակալ եմ, որ առիթ ունեցանք զրուցելու ծանր թեմայով, բայց շատ արդիական։ Եկեք Թոմաս Առաքելյանի հետ միասին հասկանանք, ի վերջո ինչ անել մեր համահայկական ազգային վախերի հետ։ Մենք հայերս ունենք յուրահատուկ ապաքինվելու կարողություն։ Շատ յուրահատուկ։ Ու այս բոլոր ողբերգությունները լինի ցեղասպանություն, որ այսօր ամեն կերպ փորձում են ուրանալ, շատ հին դարերից, եթե մենք նայենք հազարավոր տարիներ, մենք անդադար եղել ենք այդ փորձությունների սարսափելի դառը էջեր ունենք ու ամեն անգամ կարողացել ենք ապաքինվել շատ հետաքրքիր ձևով։ Գիտեք, ցեղասպանությունից Սարդարապատ ընդամենը 3 տարի է, 3 տարի ցեղասպանությունից մինչև Սարդարապատ, չէ՞ անկախ հանրապետություն։ Հետևաբար մենք կարող ենք հաղթահարել, մենք բնականon ընթացքով, եթե նորանոր ճնշումներ ու նորանոր սպառնալիքներ, տերոր չլինի, ինֆորմատիվ դաշտը կարգավորվի, մենք շատ հեշտ կհաղթահարենք։ Ես վստահ եմ, մեր ազգային ինքնության այս ճգնաժամի այս բոլոր խնդիրները 1 տարվա լուծելիք է։ Ազգային իշխանությունները
հայրենիք ունեցող, արժանամակարգ ունեցող քրիստոնյա իշխանությունները երբ գան, ես դրան հավատում եմ, ես հայոց գալիք հաղթանակին հավատում եմ, անդառնալիորեն լավատես եմ։ Այ երբ գան, 1 տարում կամոքեն ամեն բան։ 1 տարում մի քիչ այս կողմ այն կողմ լավ պետք է աշխատեն մեր հոգեբանները, իրենց աշխատանքը պետք է շարունակեն ու այդ աշխատանքը պետք է ամեն ձև նաև աջակցություն ստանա պետության կողմից հոգեվորականները, որոնք պետք է շատ լուրջ երկխոսության մեջ լինեն պետության հետ, որովհետև իրոք ժողովրդի զարկերակն զգացող մարդիկ են, քահանաները մանավանդ մեր համայնքների։ Ամեն քահանա իր համայնքի զարկերակը ամեն վայրկյան զգում է։ Դա անգնահատելի ռեսուրս է, որը պետությունը պետք է ձգտի օգտագործել, խնդրի օգտագործել, ոչ թե հակառակը ասի։ Գյուղի քահանան, հեռավոր գյուղի քահանան չի մտել դպրոց։ Դո վախկոտ, այդ քահանան է դպրոցը ստեղծողը։ Մի գյուղի քահանա էլ Մեսրոպ վարդապետն էր։ Մի գյուղի քահանա էլ Ղևոնդ երեցն էր։ Անգնահատելի գործ են անում իսկապես քահանաները, ու ես ասում եմ մարդ, ով տարիներ շարունակ ծառայել է հայոց եկեղեցուն, երգչախմբերում, ուզում եմ ասել, ես ներսից եմ տեսել շատ բան ու շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ հայ եկեղեցուն, թող միշտ լինի կանգուն հայ եկեղեցին ու թող միշտ սեր քարոզի, քրիստոնեական աստվածային սեր։ Այո, փառք Աստծո, որ եկեղեցին վստահ քայլերով գնում է դեպի հայոց գալիք հաղթանակի դիմավորումը։ Թովմաս ջան, ձեզ փոքր նվեր ունեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ինձ մնում է շնորհակալություն հայտնել ձեզ, որ սոցիալական հարթակներ եք բերել այս գրագետ կոնտենտը ու քարոզում եք աստվածային սերը, քրիստոնեությունը։ Ես շնորհակալ եմ, որ հետևում եք եւ շատ ոգևորիչ է։ Ես մեծ սիրով ձեր հետևորդն եմ։ Դե ուրեմն ինչ հանդիպում Instagram-ում եւ հուսամ, որ ձեր podcast-ն էլ ձեր հաղորդաշարն էլ մեծ հաջողություն կունենա եւ օգտակար որակյալ կոնտենտը կվայելի իրեն արժանի ֆիդբեքը, լսարանի կողմից։ Շնորհակալ եմ շատ։ Դե այսօրվա podcast-ն այսպիսին էր։ Իսկ ինձ մնում է հիշեցնել, որ սյուր իրականությունը իրական է դառնում Էկորջ ստուդիոյի օգնությամբ։ Եվ եթե ձեզ այս կոնտենտը շարունակում է հետաքրքիր լինել, պիտի խնդրեմ բաժանորդագրվեք Էկորջ ստուդիոյի YouTube-յան ալիքին, մեկնաբանեք, կիսվեք, այդպիսով մեզ շատ օգնած կլինեք։ Ես Լիլան եմ, լավ եղեք։